19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ արվեստի ասպարեզիչած այս նկարիչը եվրոպական և ռուսական թանգարաններում, պատկերասրահներում գնահատվել է որպես ժամանակի տաղանդավոր բնանկարիչ ու դիմանկարիչ։ Նա իր ստեղծագործական մեթոդով ռեալիստ է, բարձր պրոֆեսիոնալ ու բազմաժանր նկարիչ։ Արվեստագետն օժտված էր բնածին տաղանդով, ծանոթ էր իր ժամանակի արվեստի նորողություններին, հարուստ էր երևակայությամբ, զգացմունքային ու վառ ներաշխարհով, բայց որ ամենակարևորն է, նա իսկական հայ էր, ով իր ամբողջ ստեղծագործությամբ արտահայտեց սերն ու հիացումը հարազատ երկրի բնաշխարհի և նրա նվիրյալ ծավալների նկատմամբ։ Երբ հյուսվում էր հայկական կերպարվեստի առհասարակ հայկական մշակույթի այն կարևորագույն հենքը, որը պետք է լիներ անկյունակար, որի վրա պետք է կառուցվեր հետագան եւ այդ հյուսողներից մեկն էր Եղիշեթ Թադևոսյանը։ Այդ ժամանակաշրջանում հանդես եկան այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը, Հովհաննես Այվազովսկին, Գևորգ Բաշինջաղյանը, Սեդրակ Առաքելյանը, Գայֆեջյան Վահրամը եւ ելի շատ անուններ, եւ այդ երախտավորներից մեկն էր Եղիշեթ Թադևոսյանը։ Գերագնահատել, սահմաններից դուրս խոսել, անընդգրկուն է Եղիշեթ Թադևոսյանը, որովհետեւ Եղիշեթ Թադևոսյանը մի անհատ էր, որը իր արվեստով եւ իր մարդ տեսակով ընդգրկում էր այնքան նրբություններ եւ այնքան բաղկացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է համարվել մի առանձին ուսումնասիրության թեմա։ Եղիշե Մարտիրոսի Թադևոսյանը ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում, ջրաղացպանի ընտանիքում։ Դեռ վաղ մանկությունից կապված է եղել նկարչությանը։ Նրա խոստովանությամբ իր նկարչական ձգտումները խթանել է մորեղբայրը, Ներսես արքիեպիսկոպոսը, ով Մատթեոս առաջին կաթողիկոսի օրոք հայրապետական կոնդակի նկարազարդողն է եղել։ Նկարչի հայրն էլ զբաղվել է փայտամշակմամբ, այս ընդունակությունը նաև որդուն փոխանցելով, ով հետագայում իր նկարների համար փորագրված շրջանակներ է պատրաստել։ Էջմիածնին քաղաքի միջավայրը իր ճարտարապետական հուշարձաններով եւ զարդաքանդակներով ու կիրառական արվեստի նմուշներով, հարուստ եկեղեցիներով զարգացրել է Պատանի Եղիշեի գեղագիտական ճաշակը։ Երևի թե հենց Վաղարշապատի պատմաճարտարապետական կառույցները, Մայրավանքում գտնվող որմնանկարները, այնտեղի դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները, որ մշտապես նրա աչքի առաջ են եղել, միևնույն ժամանակ այդ աուրան, որ այդ էներգետիկ դաշտը, որ Վաղարշապատը ունի իր ներսում, երևի դրանք էլ արդեն այն արտաքին ազդակներն էին, որոնք արդեն նշանակություն ունեին, երբ ձևագոյանում էր Եղիշեթ Թադևոսյան արվեստագետը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայի համար նվիրական սրբավայր է, ներշնչման մի անհուն աղբյուր։ Եվ բնականաբար մեր ժողովրդի արվեստագետ զավակները նույնպես իրենց կյանքի ընթացքին կապ են պահպանել մշտապես Սուրբ Էջմիածնի հետ, ամենայն հայոց հայրապետների հետ, եւ Սուրբ Էջմիածինը իր պատմությամբ, իր խորհրդով մշտապես եղել է նրանց համար ներշնչման, ստեղծագործական լիցքավորման մի անսպառ աղբյուր։ Եվ այս առումով բացառություն չէ Եղիշեթ Թադևոսյանը։ Մանավանդ, որ այս շնորհալի արվեստագետը ծնունդով Վաղարշապատ քաղաքից էր եւ իր ազգականների մեջ ուներ մի անձնավորություն, որը հայոց եկեղեցու 19-րդ դարի, 20-րդ դարի նշանավոր գործիչներից էր, հոգևոր ծառայողներից էր Ներսես արքեպիսկոպոս
Խուդավերդյանը։ Եվ բնականաբար այս մթնոլորտում Եղիշե Թադևոսյանի ներաշխարում կոչումն է ձևավորվում, որն էլ իր դրսևորումն է ունենում, երբ նա այլևս գնում է իր ուսումը առնելու։ Թադևոսյանը նախնական կրթություն ստացել է ծննդավայրում, 9 տարեկանում ուղարկվել է Թիֆլիս, Տեր Հակոբյանի գիշերօթիկ դպրոցում սովորելու։ Շատ չանցած ապագա նկարիչն ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիան, որտեղ սովորելու 4 տարվա ընթացքում նաև նկարչություն է անցել։ Նա այնքան է զարգացրել իր ունակությունները այս ասպարեզում, որ աչքի է ընկել որպես ընդունակ նկարիչ, ում վստահվել է աշակերտական ներկայացումների դեկորացիաները պատրաստելու գործը։ Այդ նույն ժամանակ Մոսկվայի պատմալեզվագիտական ֆակուլտետում սովորող բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը Եղիշե Թադևոսյանի համակարգացին, նրա մեջ նկատել է ապագա նկարչին ու հորդորել է նրա ծնողներին որդուն տեղափոխել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարան։ 1885 թվականին Թադևոսյանն արդեն այդ նույն ուսումնարանի սան էր եւ տեղափոխվել էր ապրելու մեկ այլ հայտաղանդավոր նկարչի Վարդգես Սուրենյանցի ծնողների տուն։ Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը, որտեղ Թադևոսյանը սովորել է բավականին երկար, գրեթե 10 տարի, աչքի էր ընկնում դասավանդման մեթոդի առաջադիմությամբ։ Այս դպրոցում են գեղարվեստական կրթություն ստացել ռուսական ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչներ ու նաև հայ մեծանուն արվեստագետների մի մեծ խումբ՝ Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Գյորգի Յակուլով, Վահրամ Գայֆեջյան եւ այլոք։ Ուսումնարանում Թադևոսյանն աշակերտել է Նևրյովին, Մակովսկուն եւ Պալենովին։ Ուսման ընթացքում նա շատ արագ բացահայտում է իր տաղանդը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ տարբեր տարիների ընթացքում նկարիչն արժանացել է արծաթե 2 մեդալների։ Ուսման տարիների ամռան ամիսներին Թադևոսյանը շրջագայություններ է կատարել Հայաստան, Ռուսաստանի տարբեր վայրեր եւ կատարել բազմաթիվ էտյուդներ։ Նրանցից են Արագածը բյուրականից, Դեպի հայրենի ափեր պատկերը եւ այլն։ Արձակուրդային ամիսներին Էջմիածին վերադառնալով Թադևոսյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ մեծ երգահանի Կոմիտասի հետ, դառնալով նրա մտերիմ բարեկամներից մեկը։ Այդ մտերմությունից էլ ծնվել է Թադևոսյանի Կոմիտասը Էջմիածնի լճի ափին դիմանկարը։ Թադևոսյանը հավանաբար հայ առաջին նկարիչն է, ով ներկայացրել է Կոմիտասի կերպարը։ Կետավում պատկերված է այդ ժամանակ դեռևս 24 տարեկան Կոմիտասը, Էջմիածնի ճեմարանի երգի ուսուցիչը, մտքերի մեջ խորասուզված, հայացքը լճին, կարծես զուլված է ծառերի ստվերներին։ 1895 թվականին ավարտելով ուսումնարանը եւ դասային նկարչի կոչում ստանալով, Թադևոսյանը վերադառնում է ծննդավայր քաղաք ու նշանակվում Գևորգյան ճեմարանի նկարչության դասատու։ Թադևոսյանը բազմաթիվ էտյուդներ է կատարել շրջելով Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Նրա Արարատյան դաշտը, Զվարթնոցի ավերակները, Արայի լեռը եւ գարնանային ու հովվական պատկերները բնության անմիջական ու գեղեցիկ ընկալումներ են։ Այս շրջանից սկսած էտյուդը Թադևոսյան նկարչի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում։ Բավական է նշել, որ նա գրեթե 600 էտյուդ է կատարել, որոնք արտացոլում են բնության սքանչացած նկարչի տպավորություններն ու զգացողությունները։ Թեպետ էտյուդներն աչքի են ընկնում հեռանկարի ու ծավալի պահպանման սկզբունքով, մարդկանց ու առարկաների բնականությամբ, նկարիչը դրանք օգտագործել է որպես գեղարվեստական նյութ խոշոր պատկերներ ստեղծելու համար եւ երբեք չի ներկայացրել որպես ավարտուն աշխատանք։ Եղիշե Թադևոսյանը այն արվեստագետն էր, որը հայկական կերպարվեստ բերեց էտյուդ հասկացության բոլորովին նոր բնութագիրը։ Մինչ այդ մենք նման բանի չենք հանդիպել։ Սովորաբար, հատկապես մինչև 10-րդ դարի 80-ական թվականները էտյուդին նայում էին չխուսափենք ասել ինչ-որ մի տեսակ քամհարանքով։ Ահա Եղիշե Թադևոսյանն էր եւ պատկական ենք մենք նրան, որ էտյուդ հասկացությունը բոլորովին փոխեց եւ բարձրացրեց իր բնույթը, որտեղ Եղիշե Թադևոսյանի բազմաթիվ էտյուդները նրանք հավասարազոր են առանձին ստեղծագործությունների ավարտուն, առանձին ստեղծագործությունների 500-ի շուրջ հասնող նրա էտյուդները փոքրիկ չափերով, դրանք մի գոհարներ են։
Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները, այնքան վճիտ ու հայկական, գրել է ժամանակին Մարտիրոս Սարյանը։ Իսկ արվեստաբանության մեջ ընդունված է համարել, որ Թադևոսյանը մի նոր իմաստավորում տվեց էտյուդայնություն հասկացություններին հայ արվեստում, համահունչ դարձնելով համաշխարհային արվեստը գրաված նոր ուղղություններին ու արդիական միտումներին։ Սովորաբար արվեստի ստեղծագործությունները գնահատելիս մի թյուր մոտեցում կա, երբ մոտենում են ելնելով չափսերից, բայց այդ փոքրագույն նկարները, իսկ Եղիշե Թադևոսյանի էտյուդները հիմնականում շատ փոքր չափեր ունեին, 22-23 սանտիմետր, 13 սանտիմետր, դրանք անկրկնելի գոհարներ են, փայլուն գոհարներ են, եւ ինչպես կարելի է, որ դրանք գնահատվեն չափերով։ Հակառակը, հենց այդ փոքր մակերեսների վրա Եղիշե Թադևոսյանը կարողանում էր ստեղծել կոմպոզիցիա, կարողանում էր ստեղծել տրամադրություն եւ կարողանում էր ստեղծել այն, ինչի մասին ինքը երազում էր։ Երազող էր Եղիշե Թադևոսյանը, անընդհատ երազող էր։ Եվ այդ մասին ոչ միայն տեղեկանում ենք նրա նամակներից, այդ մասին ոչ միայն տեղեկանում ենք նրա կենսագիրներից, այլ մենք տեսնում ենք նրա արդեն ավարտուն, նույնիսկ մեծ չափերով ստեղծագործություններում, Իմ անուրջներից մեկը, սոնետ եւ այլն եւ այլն։ Դրանք այն ստեղծագործություններն են, որտեղ տուրք է տվել հեղինակը իր երազանքներին, իր անուրջներին։ Հայաստանում ստեղծագործելու շրջանում Թադևոսյանին լայն ճանաչում են բերում թեմատիկ կտավները, որոնք Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում 1898 թվականին արժանացել են միանգամից 2 արծաթե մեդալի։ Այս փաստը դժգոհություն ու նախանձ է առաջացրել ռուս նկարիչների շրջանում, ովքեր փորձում են վիճարկել Եղիշե Թադևոսյանի հաջողությունը։ Էջմիածնում կաթողիկոսարանի համար Թադևոսյանը կատարել է Գևորգ IV եւ Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսների դիմանկարները։ Հարկ է նշել, որ Էջմիածնում ծնված նկարիչը իր ողջ կյանքում ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ՝ Քրիստոսն անապատում, Հարուստի եւ աղքատ Ղազարոսի առակը, Գրիգոր Լուսավորչի տեսիլքը, Սուրբ Հռիփսիմե, Խաչելություն, Քրիստոսը եւ Փարիսեցիները եւ այլ կտավներ։ Մեզ համար նրա ստեղծագործության մասին խոսելը յուրահատուկ է այնքանով, որքանով իր կտավների շարքում ունի կրոնական թեմաներով ստեղծագործություններ։ Գարեգին arczepiskopos Հովսեփյանցը, որ նրա մասին ունի մի աշխատություն, այնտեղ նշում է, որ հենց Եղիշե Թադևոսյանը ինքը վկայում էր, որ իրեն համար հեռու ասպարեզ էր կրոնական թեմաները ներկայացնել է։ Ինքը որպես նկարիչ այդ ոլորտից բավական հեռու է։ Սակայն դրանով հանդերձ նրա ստեղծած թեմաները, կտավները եկեղեցական պատմությունից քաղված եւ Աստվածաշնչից վերցված նույնքան հրապուրիչ են եւ բարձրարվեստ, որքան նրա աշխարհիկ բնույթի ստեղծագործությունները։ Արվեստաբանները նշում են նրա ստեղծագործության մի քանի խմբավորում եւ այդ խմբավորումներից առանձնացնում են այն խոհափիլիսոփայական եւ բարոյախրատական ուղղությունը, որ հետապնդում էր արվեստագետը իր ստեղծագործությամբ եւ այս երրորդ բաժնում են դասում նրա ստեղծած եկեղեցական կրոնական թեմաներով ստեղծագործությունները եւ իրապես երբ դիտում ես նրա զորօրինակ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կտավը, այդ կտավը քեզ այս աշխարհային իրականությունից կտրում եւ տեղափոխում է տեսիլքային այդ վիճակի մեջ։ Մեր եկեղեցու պատմության մեջ եւ ընդհանրապես հոգեվոր մշակույթում Լուսավորչի տեսիլքին շատերն են անդրադարձել, բայց Եղիշե Թադևոսյանի վրձնած կտավից զատ չկա մի այնպիսի կտավ, որ այսպես Լուսավորչի տեսիլքը առարկայական, թանձրացական կերպով պատկերում է քո առջև։ Ինձ համար այդ կտավը միշտ էլ եղել է ոգեշնչման աղբյուր եւ մենք մեր այսօրվա հրատարակություններում Լուսավորչյան տեսիլքի մեկնաբանման ժամանակ հիմնականում շեշտադրում ենք եւ ներկայացնում ենք հենց այդ կտավը, որտեղ այդ կտավի մեջ հեղինակը
լիարժեքորեն եւ հարազատորեն ներկայացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը, որի մասին խոսում է Ագաթանգեղոս պատմիչը։ Նկարիչ Եղիշե Թադևոսյանը համարել է, որ իր ուսուցիչ Պալենովի բարերար ազդեցությունն է կրել իր ամբողջ կյանքում։ Նրանք նաև լավ բարեկամներ էին։ Այդ պատճառով Թադևոսյանն իր ուսուցչի հետ 1898-ին ուղևորվել է Պաղեստին, ծանոթացել Բեյրութի, փորձի կյանքին, անջնջելի տպավորություններ է ստացել Իտալիայի հռչակավոր քաղաքներից, եղել նա Վիեննայում ու Աթենքում։ Այս ճանապարհորդությունից վերադառնալով գրեթե ամեն տարի մինչև 1914 թվականը շրջագայել է Մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ։ Մենք պետք է նշենք բազմաթիվ ճանապարհորդությունները Եղիշե Թադևոսյանի եվրոպական տարբեր երկրներում եւ արևելյան տարբեր երկրներում։ Անգամ Իսպանիայում եղած տարիներին ինքը նամակ էր գրում նույն Պոլենովին եւ հիացմունք էր արտահայտում Էլ Գրեկոյի մասին, երբ ինքը Իսպանիայում էր գտնվում։ Երբ Պոլենովի հետ ինքը եղավ Պաղեստինում, ինքը սիրահարվեց Արևելքին եւ սկսեց նկարել տարբեր էտյուդներ, որոնք հետագայում պետք է դառնային նաեւ առանձին ստեղծագործություններ։ Այդ շրջագայությունները ձեռքը պուլսի վրա էր պահում համաշխարհային գեղարվեստական տենդենսների։ Նկարչի վրա խորը տպավորություն է թողել հատկապես 1901 թվականին արվեստների կենտրոն Փարիզ կատարած այցելությունը։ Այստեղ նկարիչը հնարավորություն է ունեցել տեսնելու համաշխարհային ցուցահանդեսը, ծանոթացել է դարի սկզբում արվեստում տիրող նոր միտումներին։ Փարիզի թանգարաններում իմպրեսիոնիստ նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրությունը բարերար ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական կյանքում։ Թադևոսյանը հարստացրել է իր կտավների գունաշարը, ողողել այն լույսով ու զգացմունքայնությամբ։ Հաճախ Եղիշե Թադևոսյանին անվանում են առաջին հայ իմպրեսիոնիստ։ Կարելի է եւ համաձայնվել եւ ոչ, որովհետեւ իհարկե գունեղ նկարիչ է, բայց Եղիշե Թադևոսյանը եվրոպական իմպրեսիոնիստների նման զուտ տպավորությունները չէր վերարտադրում կտավների վրա։ Եվ գույնի սպեկտրի խաղը չէր, որ նրան հրապուրում էր ինչպես իմպրեսիոնիստներին, այլ այդ տեխնիկային լավագույնս տիրապետելով Եղիշե Թադևոսյանը կարողանում էր տալ այն, ինչ որ ինքը զգում էր, գումարած իրականությունը։ 1901 թվականին նկարչի անձնական կյանքում նույնպես նշանակալից իրադարձություններ են տեղի ունենում։ Եղիշե Թադևոսյանն ամուսնանում է Ժուստիան Ռոմանինեֆի հետ, ով դառնում է նկարչի ողջ կյանքի հավատարիմ ու անբաժան օգնականը։ Նրա նկատմամբ սերն ու խանդաղատանքը նկարիչի արտահայտել է իր լավագույն գործերից մեկում՝ կնոջ դիմանկարը ստեղծագործությունում, որտեղ խաղաղ միջավայրին ներդաշնակ Ժուստիանը պատկերված է ծառի ստվերի տակ, խոտերի վրա պառկած գիրք ընթերցելիս։ Այս նույն ժամանակ է Թադևոսյանը ստեղծել իր նշանավոր գործերից մյուսը՝ Երկրպագում խաչին կտավը։ Այստեղ մի ծերունի է ներկայացված, ով երկրպագում է խաչքարի առաջ ծնկի եկած։ 1901 թվականին Թադևոսյանը տեղափոխվում է Թիֆլիս եւ մշտական բնակություն հաստատում այնտեղ։ Զբաղվում է նաև մանկավարժությամբ, մասնակցություն է ունենում Իկար գրական գեղարվեստական խմբակցության աշխատանքներին, իսկ Ռուսաստանում Միր իսկուսստվայի եւ ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին։ Քսաներորդ դարի սկզբի հասարակական քաղաքական կյանքի վայրիվերումները, վրա հասած առաջին համաշխարհային պատերազմը, հայոց եղեռնը ցնցում են նրբազգաց արվեստագետին ու ազգասեր հային։ Երկրորդ պլան մղելով ստեղծագործական աշխատանքը, նա այդ տարիներին ավելի շատ հասարակական ազգանպաստ գործունեություն է ծավալում։ 1916 թվականին Թադևոսյանը աջակցել է հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել դրա նախագահ։ Այդ միության որոշմամբ ցուցահանդեսներից եւ նվիրատվություններից գոյացած գումարով օգնություն է ցույց տրվում արևմտահայ գաղթականությանը։ Թադևոսյանը նամակով դիմել է իր ուսուցիչ Պոլենովին, խնդրելով նվիրել մի գործ եւ նաեւ արտահայտելով խորը վիշտ
իր ժողովրդի տառապանքների նկատմամբ։ Մեզ համար եկել է մի ժամանակ, երբ մենք սկսել ենք չհավատալ ոչ մի բանի, ոչ բարեկամների, ոչ մերձավորների, ոչ խոսքի, ոչ էլ գործի։ Եթե իմանայիք, թե ես որքան եմ տառապում մեր հայրենիքի, անարգված ու վիրավորված եղբայրների ու քույրերի համար։ Երբ 1916 թվականին վերջապես ստեղծվեց հայ նկարիչների միությունը, որտեղի ամենաակտիվիստներից էր Եղիշե Թադևոսյանը եւ նախագահն էր, նա դիմում էր ռուս նկարիչներին, որպեսզի նրանք նվիրատվություն անեին այդ միությանը, իրենց ստեղծագործությունները, որի վաճառքից գոյացած գումարն էլ կգնար 1914, 15, 16 թվականների մեր զոհերին։ Եվ շատ հետաքրքիր է դարձյալ նրա նամակ ուղղված Պոլենովին, որտեղ Եղիշե Թադևոսյանը շնորհակալություն է հայտնում Պոլենովին, եւ այնպիսի տողեր ենք մենք այնտեղ կարդում, հայի տողեր, որը ուղղված է այլ ազգու, թեկուզ իր ընկերոջը, թեկուզ ավակ ընկերոջը ուսուցչին։ Երախտագիտության խոսքերի հետ մեկտեղ արցունքներ ենք մենք այնտեղ տեսնում, որովհետև հոշոտվում էր նրա մայր հայրենիքը։ Նրա դարասկզբին կատարած աշխատանքներից առանձնանում են Հանճարը եւ Ամբոխը, Քրիստոսը եւ Փարիսեցիները աշխատանքները։ Հանճարը եւ Ամբոխը ներկայացնում է Հանճարը խորհրդանշող անձին, ով փախչում է նրան ծաղրող, կարկոցող կատաղած ամբոխից։ Նկարը դիտողները հաճախ հերոսի մեջ տեսել են Բեթհովենին, սակայն սա ավելի շատ ընդհանրական կերպար է, ազնիվ ու բարի մի անհատ, ում ապրումներն ու հույզերը գուցե թե հարազատ են եղել նկարչին։ Բոլորովին զարմանալի չէ, որ առհասարակ մտածող տեսակ Եղիշե Թադևոսյանը, որը անտարբեր չէր ոչ մի բանի նկատմամբ, վրցնեց մի այնպիսի բարձրաժեք ստեղծագործություն, որի բովանդակությունը արդիական է եղել միշտ եւ ցայսօր, դա Հանճարը եւ Ամբոխը։ Այսինքն նա ուշադրության կենտրոնում էր պահում մարդ անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները, որը ոչ մի հասարակարգ եւ քաղաքական աստար չի ճանաչում։ Եվ այստեղ է, որ քննադատում է Եղիշե Թադևոսյանը իր ժամանակաշրջանի բարքերը։ Այստեղ է, որ Եղիշե Թադևոսյան արվեստագետը իր բոլոր գեղարվեստական միջոցները ծառայեցնում է իր արծարծած բովանդակությանը։ Այս աշխատանքում հատկապես մենք տեսնում ենք պուանտիլիստական ոճով աշխատելաձև, այսինքն կետահարվածներ, սակայն սա պուանտիլիզմը չի, եվրոպական, որտեղ այնտեղ բոլորովին այլ խնդիրներ կային, իսկ այստեղ այդ տեխնիկան օգտագործելով ինքը փորձում էր այդ աղմուկը եւ դինամիզմը առաջացնել։ Դրան զուգահեռ հենց հոգևորին նորից վերադառնանք Քրիստոսը եւ Փարիսեցիների աշխատանքը։ Նույնն էր Հանճար եւ Ամբոխ։ Քրիստոսը ինչ էր անում։ Բուժում էր, ապաքինում էր, հարություն էր տալիս անգամ մեռյալներին, եւ նրան չճանաչեցին, նրան չընդունեցին, չհանդուրժեցին։ Եվ թերևս սա միակ անգամն է, որտեղ Քրիստոսը ձեռք է բերել մարդկային հատկություն, նա պատկերված է բարկացած պահին։ Եղիշե Թադևոսյանը պատահական չէր, որ արծարծում էր նման հոգեբանական խնդիրներ, եւ այդ հոգեբանական խնդիրները ինքը սկզբից մինչև վերջ տանում էր իր ներսում, լինի դա բնանկար, լինի դա կոմպոզիցիոն աշխատանք, լինի դա հենց զուտ հոգևոր թեմաներ կամ վերը նշված ստեղծագործությունները։ Ժամանակի արհավիրքներին դիմակայելու եւ հոգու խաղաղությունը գտնելու համար Թադևոսյանը համաշխարհային պատերազմի տարիներին հաճախ սրբապատկերներ է նկարել։ Բնության հովվական աշխարհում նույնպես հանգիստ ու անդոր էր գտնում Եղիշե Թադևոսյանը։ Նրա կատարած բազմաթիվ բնանկարներից ամենակատարյալ եւ ուզական ստեղծագործություններից են Արագած, Հովիվն ու Հոտը պատկերները։ Շատ տպավորվող ազնվորություն է եղել։ Երբ ծանոթանում ենք նրա նամակներին, հատկապես ուղղված Պոլենովին, որը եղել է նրա հիմնական ուսուցիչը, ուսուցիչներ շատ է ունեցել, բայց հիմնականում ուղեցույց ուսուցիչը եղել է Պոլենովը եւ եղել է նրա ավագ ընկերը։ Նա սրտի ինչպիսի կսկիծով էր խոսում հասարակությունում տեղ գտած այդ քննադատական, այդ նողկալի բարքերի մասին, եւ ահա այստեղ է, որ մենք հասկանում ենք, թե ինչու Եղիշե Թադևոսյանը սիրահարվեց բնանկարին։ Նա ասում էր, որ մարդկային գազանությունները չեն կարող երբեք խախտել բնության ներդաշնակությունը, եւ նրա բնանկարներում մենք տեսնում ենք այդ անաղարտ բնությունը առանց
իր քննադատած մարդկային արարքների։ Եվ այստեղ ենք տեսնում նաև նրա անոպշները, նրա ցանկացյալը, իհարկե ռեալիստ էր, իհարկե անմիջական տպավորությամբ ինքը աշխատում էր, ուզիչ էր, համոզիչ էին նրա ստեղծագործությունները եւ այնուամենայնիվ նրա արվեստը երկատվում է, երբեղկվում է, մենք տեսնում ենք եւ իրականությունը եւ նրա վերջին երազանքները։ 1921 թվականին Թադևոսյանը Երևանում կազմակերպել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի հայարտան հետ։ Հայ վաստակավոր նկարիչը եղել է նաև Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից եւ առաջին պրոֆեսորներից մեկը։ Նախորդ տարիների համեմատությամբ խորհրդային շրջանում Եղիշե Թադևոսյանի արվեստում զգալի նշանակություն է ստանում դիմանկարը։ Թեթև վրձնով ու ստեղծագործական լիակատար ազատությամբ են ստեղծված Ալեքսանդր Շիրվանզադեի եւ Հովհաննես Թումանյանի դիմանկարները։ Իսկ բնանկարի ժանրում Թադևոսյանի հայտնի գործերից է «Մեր փողոցը վաղաշապատում» հիշողությամբ արված յուղաներկ կտավը, որն արվեստաբանները համարում են նրա նվաճումների հանրագումարը։ Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնոցը, Խրիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանակղզին եւ հին հայկական այլ հուշարձաններ պատկերող բազմաթիվ բնանկարներ։ Սովետական շրջանում Թադևոսյանի ստեղծած գլուխգործոցներից է Կոմիտաս մեծադիր կտավը, որի համար ելակետ է ծառայել դեռևս 30 տարի առաջ ստեղծած նկարը։ Նկարիչը խորացրել ու ընդհանրացրել է երգահանի նվիրական կերպարը, նրան պատկերելով որպես մարդկային կատարյալ տիպար, հայ ազգային ոգու կրող։ Հատկանշական է Թադևոսյանի մտերմիկ կապը Կոմիտաս վարդապետի հետ։ Հայտնի է նրանց մտերմության մասին, նրանց թղթակցության մասին, բայց այդ մտերմությունը արտահայտվել է նաև ստեղծագործական կյանքում, երբ Եղիշե Թադևոսյանը իրեն իբրև կերպար ընտրել է Կոմիտաս վարդապետին եւ նրան նվիրել կտավներ, ու կտավներից մեկում Կոմիտաս վարդապետը մտքերի ու հույզերի մեջ խորասուզված ներսության լճի ափին նստած եւ կտավներից մյուսում Կոմիտաս վարդապետը հենված ծառին, ոտքերը ամուլ հայրենի հողին սեղմված, որ կարծես թե պատգամ է բերում խոհափիլիսոփայական եւ հավերժագնացության։ Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է նաև իր ժողովրդի անցյալին ու ավանդույթներին, ստեղծելով պատմաննկարչական գործերի մի ստվար շարք՝ Հոգեհաց, Արտաշեսի մահը, Տորքանգեղ, Արշակ եւ Փարանզեմ, 11-րդ դարի հայ աղջիկ։ Պատմաննկարչական ժանրում նա դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին եւ ստեղծել բնույթով խորապես ազգային Ջանգյուլումի եւ Ասլան աղայի նման բարձրարվեստ ստեղծագործություններ։ Սակայն Թադևոսյանը հայ կերպարվեստի լավագույն բնանկարիչներից է։ Ռուսական դպրոցում կրթություն ստացած, եվրոպական մի շարք երկրներ շրջագայած, ժամանակակից արվեստի միտումներին ծանոթ Թադևոսյանի մեծագույն նվաճումը բնանկարի ժանրի հարստացումն է միջավայրի զգալի թարմությամբ, գույնով։ Նա էր, որ առաջինը հայ բնանկարչության մեջ ներդրեց իմպրեսիոնիզմի տարրերը։ Իր նամակներից մեկում Թադևոսյանը խոստովանել է, որ նկարելու եղանակով իրեն մոտ է համարում սիմվոլիստներին եւ իմպրեսիոնիստներին։ Արվեստագետներից ոմանք էլ գտնում են, որ Թադևոսյանը կատարելության է հասցրել իմպրեսիոնիզմի եղանակարչական որոշ միջոցների համատեղումը պատկերման ռեալիստական մեթոդի հետ։ 20-րդ դարի հայ արվեստագետների մեջ Թադևոսյանը ամենակնարական, ամենանուրբ ու զգացմունքային նկարիչն է։ Ինչ նուրբ հոգուց ձևագոյացրած այդ գույների խաղով ինքը տալիս էր իր պատկերները, իր ստեղծագործությունները։ Իմիջիայլոց երբ խոսում են գույների մասին, պարտ եմ նշել, որ Եղիշե Թադևոսյանը կարողանում էր տաք եւ սառը գույները հարաբերել, անգամ ստվերների մասին ես կուզեի շեշտել, որ ստվերները ինքը կարողանում է շատ գրագետ լույսի եւ ստվերի, ոչ թե լույսի եւ ստվերի, այլ ստվերների սփռումը չմերժելով լույսը։ Սա մեծ վարպետություն էր։ Իրականությունը եւ երազը։ Ահա Եղիշե Թադևոսյանի երկու ձևը, որոնք երբեք չեն մերժում մեկը մյուսին։ Եղիշե Թադևոսյանը ինքնակնդադատ
արվեստագետ էր։ Երբ 1934 թվականին պետք է Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվեր նրա էտյուդների ցուցահանդեսն առաջին անգամ, նա մտավախությամբ էր ապրում նախօրեն եւ կիսվում էր այդ մտավախությամբ արվեստաբան անժամանակվա պատկերասրահի տնօրեն Ռուբեն Դրամպյանի հետ, թե կհասկանան արդյոք, որովհետեւ սրանք տասնյակ տարիների արված էտյուդներ են, հոգուկանչեր են եւ այսօրվա քննադատները արդյոք կմբռնեն ինձ, չէ՞ որ յուրաքանչյուր էտյուդ դա եւ յուրաքանչյուր ստեղծագործություն առհասարակ դա նկարչի եսն է։ Նա դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ուներ, սակայն ծանր հիվանդությունն այլևս թույլ չէր տալիս աշխատել։ Եղիշե Թադևոսյանը մահացել է 1936 թվականին, Թբիլիսիում 66 տարեկան հասակում։ Հայ արվեստագետը իր հանգիստը գտավ մայր հողում։ Նրա մարմինն ամփոփվեց հայ մեծերի Երևանյան Պանթեոնում։ Եղիշե Թադևոսյանը թողել է ստեղծագործական ահռելի ժառանգություն, ինչպես նաև 30-ամյա մանկավարժական գործունեության շնորհիվ երիտասարդ արվեստագետների մեծ դպրոց։ Նրա մահվան կապակցությամբ հայ մամուլը գրել էր. Հայաստանը եւ նրա հետ մեկտեղ ողջ սովետական միությունը իդեմս Թադևոսյանի կորցրեցին եվրոպական մասշտաբի մի մեծ վարպետի։ Մեզ համար այս նկարիչը չափազանց հարազատ է, չափազանց մտերիմ է, որովհետև նրա արվեստի միջոցով հայ մարդը կարողանում է հաղորդակցվել ոգեկանությանը, հայ ոգեկանությանը, եւ այդ ոգեկանությունը նրան ուժ է տալիս, նրան զորություն է տալիս իր կյանքը գեղեցիկով ապրելու եւ առաքինական նկարագիր ունենալու։ Եվ այս ամենով հանդերձ գնահատվել է նա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից եւ այսօր էլ մենք շարունակում ենք նրա անունը բարձր պահել, նրա արվեստի հպարտությունը լիովին կիսել եւ նաեւ ի ցույց դնել այն բոլոր այցելուներին, ովքեր հնարավորություն են ունենում լինելու Սուրբ Էջմիածնում, Մայրաթորի թանգարաններում եւ հաղորդակցվելով հայ հոգեվոր մշակույթին, իմաստնավորի այս պարագային Եղիշե Թադևոսյանի ստեղծագործություններին։ Վերջում ես կուզեի ասել, որ Եղիշե Թադևոսյանը ծնվելով Էջմիածնում մենք ունեցել ենք Մհեր Աբեղյան, Էջմիածնում մենք ցայսօր շատ տաղանդավոր նկարիչներ ունենք։ Էջմիածնում մենք ունենք երկրագիտական թանգարան, բայց մենք Էջմիածնում չունենք տուն թանգարան Եղիշե Թադևոսյանի։ Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունների հիմնական մեծ հավաքածուն գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Դա մեր ազգային հպարտությունն է, բայց ես կուզենայի, որ նրա ծննդավայրը, մեր հոգևոր մայրաքաղաքը եւս անդրադառնար մեր այդ երախտավորին, որին մենք իրոք երախտապարտ ենք։ Նա ինքը մեծ հոգուտեր էր եւ խորուն կուլտուրայով հարստացած։ Նա մոտ բարեկամ էր Հովհաննես Թումանյանին, Թորոս Թորոմանյանին, Կոմիտասին եւ գրեթե բոլոր մեծ արվեստագետներին։ Նա մեծ երախտավոր էր թե իր արվեստով, թե իր հասարակական գործունեությամբ։ Երվանդ Քոչար